ԱՄՆ պատրաստվում է խլել Գրենլանդիան Դանիայից։ Մեզ ինչ կասեք դուք։ Լսեք մինչև վերջ և կիմանաք, թե սա ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա։ Նախագահ Տրամպը, որը վերջերս բացեիբաց հայտարարություններ է անում այլ պետություններ գրավելու, միակցելու, դրանց տարածքներին և ռեսուրսներին տիրանալու մասին, լրջորեն սկսել է զբաղվել Գրենլանդիայով։ Մասնավորապես երեկ հայտարարեց, որ եվրոպական մի շարք պետությունների վրա, մասնավորապես 8 երկրների վրա, այդ թվում Ֆրանսիա, Գերմանիա, Նորվեգիա, Դանիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, կկիրառի 10% մաքսատուրք, այսինքն ցանկացած ապրանք, որ այս երկրներից կգնա դեպի ԱՄՆ շուկա, 10% դրանց վրա հարկ կկիրառվի։ Եվ նա հայտարարել է, որ հունիսից այդ հարկը կդառնա 25% մինչև այն պահը, որ այս պետությունները կհամաձայնվեն, որպեսզի ամբողջովին Գրենլանդիան ԱՄՆ վերցնի իր վերահսկողության տակ կամ գնի ինչ-որ ձևով դա, մի խոսքով Դանիայից խլի Գրենլանդիան։ Սրա հետ կապված օրերս իհարկե Գրենլանդիայում ժողովուրդը դուրս էին եկել բողոքի ցույցերի, քանի որ Գրենլանդիան որոշակի ինքնավար կարգավիճակ ունի Դանիայի կազմում, հետաքրքիր է այստեղ նա է, որ Դանիան և ԱՄՆ ՆԱՏՕ-ի անդամ պետություններ են, բայց այս հանգամանքը որևէ կերպ հետ չի պահում նախագահ Տրամպին իր պլաններից։ Ինչու է նախագահ Տրամպը այսպես համառորեն ուզում Գրենլանդիան իրենով անել։ Նա հայտարարում է, որ եթե ինքը չվերցնի Գրենլանդիան, ապա դա անելու են Ռուսաստանը կամ Չինաստանը, և հետևաբար ԱՄՆ-ի համար շատ մեծ կարևորություն ունի, ռազմավարական նշանակություն ունի, որպեսզի Գրենլանդիան լինի իր վերահսկողության տակ կամ պատկանի իրեն։ Իրականության մեջ Գրենլանդիայում կան շատ մեծ ծավալի ռեսուրսներ, մասնավորապես հազվագյուտ մետաղներ, որը ԱՄՆ-ին օդի և ջրի պես պետք է։ Ինչ ճանաչողները գիտեն, որ աշխարհաքաղաքական բոլոր գործընթացները և պետությունների միջև հակամարտությունները ես դիտարկում եմ ռեսուրսների շուրջ պայքարի տեսանկյունից։ Այսինքն ես վստահությամբ ասում եմ, որ բոլոր երկրները միմյանց դեմ ավելի ճիշտ պայքարում են ռեսուրսների համար։ ԱՄՆ միջազգային իրավունքի դեմ գնալով ի սկզբանե ճնշում է իր գործընկերոջը ՆԱՏՕ անդամ պետությանը, պարտադրելով նրան զիջել Գրենլանդիան։ Օգտվելով առիթից, որ Ռուսաստանը պատրաստվում է իրենով անել Ուկրաինայի շուրջ 25%-ը, որտեղ կան նաև ահռելի մեծ ծավալի հանքային ռեսուրսներ և պաշարներ, իր հերթին ինքն էլ պարտադրեց Զելենսկուն կրկել համաձայնագիր, որ մնացյալ տարածքներից այսուհետ ինչքան որ ռեսուրսների կորզում կլինի, կեսը պատկանելու է ԱՄՆ-ին։ Այսպիսի աշխարհակարգ է հիմա ստեղծվել, երբ մեծերը ճնշում են փոքրերին, երբ մեծերը խլում են փոքրերի ռեսուրսները և դրանց սկսում են շահագործել։ Հիմա գանք մեզ, ինչ կապ ունի այս ամենը մեզ հետ և ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Ինչպես նախորդի զրույցում պատմել էի Վենեսուելայի մասով, երբ ԱՄՆ մտավ և Վենեսուելայի նախագահին գերեվարեց, որ սա միջազգային ընդունված աշխարհակարգի դադարի վերջնակետն էր, որը սկիզբ էր դրվել տարբեր դրվագներով տարիներ առաջ և հիմա վերջնականապես փլուզվեց։ Եվ սա վերահաստատում է իմ այս պնդումը, որ աշխարհակարգը այլևս գոյություն չունի, իսկ այդ աշխարհակարգի հիմքում նա էր, որ ուժեղները չպետք է գրավեն փոքրերին իրենց շահի համար, իրենց շահերը սպասարկելու համար։ Այս ամենը ուղղակիորեն նաև ազդելու է Հայաստանի Հանրապետության վրա։ Ինչպես արդեն նշեցի, դա տեղի կունենա առկա արդեն հրապարակված փաստաթղթի տեսքով, Նախիջևանը Ադրբեջանին կապող Միջանցքի իրականացման գործողությունների կարելի ասել ծրագիրը, և մենք այստեղ տեսնում ենք հենց այս դրսևորումը նաև, որտեղ քանի որ Հայաստանի իշխանությունները դադարել են սպասարկել հայկական շահեր և որոշել են թուրքական աշխարհներին կապող միջանցք տրամադրել Հայաստանի տարածքով, իսկ ԱՄՆ երաշխավոր է գալիս, որպեսզի Հայաստանին գոնե այս պահին կուլ չտան, փոխարենը մենք այս փաստաթղթում տեսնում ենք, որ ԱՄՆ պատրաստվում է օգուտներ, քաղաքական օգուտներից զատ նաև ունենալ հանքանյութերի և հազվագյուտ մետաղների տեսքով օգուտներ, որի մասին բառացիորեն ի դեպ գրված է այս համաձայնագրում, կարող եք ինքներդ բացել և կարդալ դրա մասին։ Իբր մեր համար բացում է հնարավորություններ մյուս երկրների հետ կապելու, սակայն դրա մասին այս փաստաթղթում որևէ խոսք չկա։ Այս փաստաթղթի ամբողջ նկարագրությունը պատմում է նրա մասին, թե ինչպես են Նախիջևանն ու Ադրբեջանը կապվելու իրար հետ
եւ ինչ օգուտներ է այստեղից քաղելու ԱՄՆ, ինչ օգուտներ են քաղելու մնացածը, իսկ Հայաստանին ընդամենը ասում են, որ կստեղծվի աշխատատեղեր, ասում են, որ աշխատուժի training կանենք, հա, սենց անլուրջ բաներ է թվարկած, եւ ի սկզբանե սա նրա մասին է, որ քեզ գան քո տարածքները գրավեն, հետո քեզ սկսեն այդտեղ աշխատացնել որոշակի վճարի դիմաց, ինչը գաղութացման եւ շահագործման մեխանիզմներից մեկն է։ Հայ ժողովուրդը իր պատմությունից դասեր չի քաղում եւ շարունակաբար նույն սխալներն է անում, իր հույսը դնելով գաղութարար պետությունների վրա, ռեսուրսներ կորզող պետությունների վրա։ Մասնավորապես հիշեցնեմ բոլորին 18 թվականի դեկտեմբերին, երբ Վրաստանի հետ կարճատև պատերազմ եղավ, քանի որ վրացիները որոշել էին Լոռին գրավել, Հայաստանի ռազմական հաջողություններից հետո, որ կարողացան այդ տարածքները Վրաստանից հետ գրավել, միջնորդ հանդիսացավ այս հակամարտությանը Անգլիան եւ Լոռիում ստեղծեցին չեզոք գոտի, ուշադրություն, Լոռիում, Ալավերդիում, որտեղ կան պղնձի հանքեր։ Եվ ինչու են կհարցնեք Անգլիայի օգուտը ո՞րն էր այս չեզոք գոտուց, չէ՞ որ Հայաստանը պատերազմում հաղթել էր եւ այս տարածքները ի սկզբանե գրավել էր արդեն։ Օգուտը այն էր, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում էր Ալավերդուց պղինձ կորզել։ Եվ այստեղ նույնպես մենք տեսնում ենք, որ պետությունների միջև բախումները շարունակաբար, եթե փոքր պետությունները չեն կարողանում իրենց խնդիրները կարգավորել, ապա հայտնվում են մեծերը եւ այն անվան տանք թե իբր երաշխավոր կլինեն, որ այս պետությունները այլևս չեն պատերազմի, սկսում են իրենք կորզել այդ ռեսուրսները եւ հիմա նույնը տեղնում է Միջանցքի պարագայում։ Այսինքն ի սկզբանե մեր տարածքով տալիս ենք Միջանցք, ԱՄՆ-ը այդտեղ երաշխավոր կլինի, որ մեզ չեն մորթի, բայց մեզ շարունակաբար կշահագործեն, կօգտագործեն, թուրքերը իրենց հերթին եւ ԱՄՆ-ն իր հերթին այստեղից կկորզի ռեսուրսներ։ Այս ամենը ինչ ասում եմ, այդ փաստաթղթում գրված է։ Եվ հիմա կապենք սա մյուս այս դրվագի հետ, որը ներկայացրի մասնավորապես Գրենլանդիայի գրավումը։ ԱՄՆ-ի ներկա ադմինիստրացիան, որ ինչպես տեսնում ենք, բաց հայտարարում է իր հավակնությունների մասին, աշխարհակարգին իր կողմից նաև ստեղծված աշխարհակարգին դեմ գնալով փորձում է ամեն տեղից, որտեղից հնարավոր է կորզել ռեսուրսներ, որպեսզի կարողանա դիմանալ Չինաստանի դեմ կամ հետ, ինչպես կուզեք, մրցակցությանը։ ԱՄՆ-ը տեսնելով, որ Չինաստանի հետ մրցակցությանը չի դիմանում, քանի որ Չինաստանը կարողացել է ձեռք գցել կոպիտ հաշվարկով աֆրիկյան կարևորագույն ռեսուրսների շուրջ 2/3-ը, եւ նաև Չինաստանը գնալով ավելի է ծավալվում, հասել է նույնիսկ Եվրոպա եւ մտել է որոշ այլ պետություններ, օրինակ Սերբիայում է հանքեր իրենով արել, Հունաստան է մտել, տարբեր մեծ նավահանգիստներ կառուցել։ Եվ այս պայմաններում մենք տեսնում ենք, որ փոքր պետությունները, ինչպիսին մենք ենք, շարունակաբար լինելու են օգտագործման առարկա, քանի որ մենք այդպես էլ չենք կարողանում հասկանալ, որ հույսներս պետք է դնենք մեզ վրա, պետք է համախմբված լինենք, պետք է սպասարկենք ազգային շահեր եւ գործակցենք բոլոր այն պետությունների հետ, որոնք համաձայնվում են որոշակի հատուցման դիմաց, այսինքն իրենց շահերը բարելու դիմաց, օգնելու սպասարկել հայկական շահեր։ Հետևեք իմ այս սոցիալական էջին եւ շարունակաբար ես ձեզ կներկայացնեմ, կտեղեկացնեմ աշխարհում տեղի ունեցող այնպիսի իրադարձություններ, որոնք ուղղակիորեն ազդելու են մեր վրա, որոնք ուղղակիորեն մեր անվտանգության եւ մեր բարօրության վրա ազդեցություն կարող են ունենալ։ Լավ եղեք։